Հանգիստ մնա տեղդ։ Հանգիստ մնա տեղդ։ Ոնց որ ուզում ես անընդհատ հիշացնեմ, հա, ինչ էի ուզում։ Կարեն։ Սոս մնա, այդքան մի ասա Կարեն, ես իմ անունը շատ լավ գիտեմ, որ Կարենը փողերը դիրու գնա։ Հա, ես հիմա իմ պայուսակը կդնեմ գետնին։ Ու դու Մագդային բաց ես թողում։ Լավ բան չեմ զգում։ Լավ բան չեմ զգում։ Կարող է պոչիտ մարդանստել, հա։ Ես այդքան անխելք չեմ, Կարեն։ Չէի ասի, լավ էլ անխելք ես։ Չեմ հավատում քեզ։ Լավ բան մտածեցի։ Ես ու Մագդան փողերի հետ կգնանք, հետո որտեղ հարմար լինի, ես Մագդային կիչացեմ, լավ է տենց։ Մենք տենց չենք պայմանավորվել, Կարեն։ Պայմանները ես եմ թելադրում, ոչ թե դու, դիր ու գնա։ Փողերը հաշվի։ Հանի ու հաշվի, ուզում եմ տեսեմ ինչքան է։ Հանի հաշվի փողերը։ Չէ, դու ինձ արդեն ձեռ ես առնում։ Այս ձեր կազմակերպած հերթական խաղն է, չէ։ Դու էլ եկել ես ինձ փրկես, ինչա թե աչքից բարձրանաս։ Կասես ինչի համար, ես չեմ ուղղակի այդ հասկանում։ Թե Արշակի հետ կապված հույսեր ունես մինչև հիմա։ Տես, երեխեն էլ է հասկանում Արշակի թեման։ Այս դանակը ոչ թե իրավս իմ պետք է լիներ, այ քո։ Մագդա քեզ ինչ ասի չհավատաս, լսում ես։ Լավ, արդեն երկարացնում ես։ Ես Մագդայի հետ ու փողերի հետ գնալու եմ, որտեղ որ հարմար եղավ երեխուն կիչացեմ։ Հիմա դիր հետ, դիր ու գնա։ Դիր ու գնա։ Ու գնա։ Էդո, այդ նստի, Արշակ չէ, խնդրում եմ քեզ, Արշակ երեխուտ մասին մտածի, խնդրում եմ։ Ես ես կա ժամանակ մտածել եմ, որ մարդավարի լեզուն կհասկանաս։ Արշակ խնդրում եմ մի Կրակի հետ ես խաղում, արա։ Արշակ չէ։ Ուզածը ես եմ անելու։ Այդ խոսա հետ ես, Էդո, չքնես, լսում ես Էդո։ Արշակ։ Ույնա ոչ մի բան չեմ լսել, ոչ մի արդարացում, լսում ես։ Արշակ խնդրում եմ։ Ես ոստիկանությունով ա կանչել։ Էդո մենա գալիս է, Էդո, լսում ես։ Էդո։ Ես եմ կանչել։ Այս խառը ժամանակները մի քիչ անցնեն, նորոյիս հետ գնալու եմ ու փոխեմ իր անունով, իմ ձեռքով տունս տալու եմ թորնիկիս։ Ինչ ես հանձնում նորոյին, մամ։ Դու տղա ունես։ Այսինքն բաբկեն։ Այսինքն, մամ, ես ստեղ եմ ու գնալու միտք էլ չունեմ։ Ու քո միակ ժառանգը ես եմ։ Ճիշտ չի լինի, որ տունը տաս ինձ, ես կփոխանցեմ իմ տուն։ Բաբկեն, ես ինչ ես ասում։ Ես ինչ ես խոսում։ Ինչ ես ուզում, բաբկեն։ Մամ, դու գիտես, որ ես իմ երեխեքի աչքին ոչ մեկ եմ։ Գոնե այս տունը իմ անունով լինի, մի փոքր կախում կունենան այդ երեխեքի ինձանից։ Ինչ կա մտքիդ, բաբկեն։ Բժիշկ ջան, ոնց է դու վիճակը։ Վիճակը կայուն է, բայց բավականին արյուն է կորցրել։ Կյանքին վտանգ չի սպառնում, չէ։ Չէ։ Իսկ ես կարող եմ իրան տեսնել։ Գոնե 1 ժամից մի փոքր պիտի հանգստանա։ Ոնց է դուն։ Քեզ ինչ։ Կամ ինչի համար ես դու եկել։ Մագդա կլինի հանգստանաս, հիմա ոչ տեղն է, ոչ ժամանակը հասկացի։
Չեք հասկանում, որ ինքը պետքա գնա ստեղից։ Ինքը այս ընտանիքի համար չարիք է, դժբախտություն է։ Վերջ ժամանակը եկել է, որ ինքը անհետանա։ Եթե Էդոն չլիներ, քեզ էր խփելու։ Այ դրա համար է հիմա Էդոն ստեղ պարկած։ Լավ, ձեզ ինչ է պետք, որ հասկանաք, իրանից հեռու է պետք մնալ։ Մագդա, արի։ Լանան չես ոստիկանություն զանգել։ Մագդա, ես հասկանում եմ, որ դու լարված ես Լաննայի հանդեպ, բայց այս անգամ սխալ ես։ Ես վստահ եմ, որ Լաննան ոչ մի բան չի իմացել Կարենի մտքերի մասին։ Իսկ ինչի ես այդքան վստահ։ Ինչա թե ոստիկանություն ա զանգել դրա համար։ Ինչի հետ քիչ է։ Բայց ասեմ, որ մենակ էդ չի։ Այդ աննասունը քո նկարն է ուղարկել Լաննային ու գումար է ուզել։ Ու այդ կինը վազելով եկել էր ձեր տուն, որ ամեն ինչ պատմեր Արշակին։ Ու ասեմ, ահա որ վատ վիճակում էր։ Ես եմ տեսել։ Ուղղակի դու ես քեզ ներշնչել, այդքան բան։ Իսկ եթե դիտավորյալ ա ձեզ ասել, որ Կարենի մոտ տանի։ Ակտա չես զգում, արդեն անտրամաբանական բաներ ես խոսում։ Մենակ իմ հետ չհամաձայնես։ Չհամաձայնես, որ այս անգամ Լաննան անմեղ է։ Լավ, ինչ էր տալու Կարենի կամ Լաննային, եթե ինչ-որ մեկից վնաս էին։ Կամ քո կարծիքով այդ Կարենը այնքան միամիտ է, որ երազում էր ոստիկանության ձեռքան գներ, հա։ Լավ հասկացանք, այս անգամ անմեղ է, այս անգամ բան չի արել։ Բայց քեզ ինչ ա թվում։ Իրա բոլոր արածները տենց հեշտ ու հանգիստ օդում ցնդեցին։ Լավ, ես էլ ոնց բացատրեմ, որ ես զզվում եմ իրանից։ Ես չեմ կարա իրան վստահեմ, վերջ։ Սուղակի չեմ հասկանում, Արշակը դրա ինչն է այդքան խղճում։ Լանա, ինչի համար ես զանգել ոստիկանություն։ Բա ինչ անեի։ Թողեի, որ սպանեիր, հետո ես ինձ դրա համար կարայի ներեի Արշակ։ Սխալ բան ես արել։ Կարենի համար բանտում հայտնվելը երանություն է։ Իսկ ես չէի կարա իրան տես նվեր անել։ Ոչինչ։ Թող գոնե այս ձևով խաղաղվի։ Լանա, դու որպես մայր ոնց ես խաղաղություն ուզում այն մարդուն, ով որ իր ձեռքերը երկարացել է քո երեխու վրա։ Դու չէիր ուզում դրանից վրեժ լուծես։ Համ քո դառը կյանքի համար, համ էլ երեխուդ համար։ Էլ չեմ ասում Էդոյի։ Այդ տղեն ավելի շատ տուժվեց։ Ու ես ոչ մի բան չկարողացա անեմ, ավելի ճիշտ չստացվեց, որովհետև դու ես մեղավոր, Լանա։ Ոչինչ։ Թող ես մեղավոր լինեմ։ Գոնե կիմանամ, որ գործածած մեղքը ինչ-որ օգուտ ա տվել։ Ես չէի կարա թույլ տայի, որ դու իրան սպանեիր Արշակ։ Բա հետո, բա արևը։ Գոնե հիմա գիտեմ, որ դու արևին էլի կարաս դպրոց տանես։ Որ տուն գնալուց քեզ արևը կսպասի ու դու կգնաս։ Բոլորդ կարող եք ինձ մեղադրել Արշակ։ Էս իմ միակ մեղքն է, որի համար ես չեմ փոշմանում։ Իմ խիղճը հանգիստ է։ Որ Էդոյից նորություն ունենաս, անպայման ինձ գրի անհանգիստ եմ։ Լավ, արի Լաննայի թեման փակենք։ Դու ինձ ուրիշ բան ասա։ Շատ էր վախեցել, հա։ Չէ, ես հենց իր այրեսին էլ ասել եմ, որ իրանից չեմ վախենում։ Ինչի պետքա վախենայի։ Լուրջ։ Հա, ես մի գրամ ցույց չեմ տվել, որ իրանից վախենում եմ։ Ցույց տայի, որ իրան հիմա լավ զգար։ Փաստորեն ես պետքա քեզանով հպարտանեմ։ Ես էլ մտածում էի Մագդաս իմ այնտեղ վախեցել է, վախից ուշը գնացել է։ Չէ, մի չհետել ու վերջ։ Չնայած դրա կողքով էլ կանգնի, կարող է ուշքը պահի տակ գնա։
Հələ նայ որ այս ամեն ինչի հետ կապված մի հատ էլ կատականում է։ Ինձ ամենաշատը Արևն էր հետաքրքրում։ Հերիք չի այդ ամեն ինչը տեսավ, մի հատ էլ տունը մենակ էր մնացել։ Հա, շատ էլ վախեց երեխեն։ Բայց Արշակի հետ խոսած հանգստացավ։ Բա հիմա ուր է։ Ձեր Արևանի տանն է։ Բարսա։ Կներես ինձ։ Ինչի համար։ Դե որ ստիպված եղար այս ամեն ինչի միջով անցնել։ Ես վաղուց պետքա դրա հարցերը լուծած լինեի, որ սենց բան չլիներ։ Նորո դու ինչ մեղավոր ես։ Դու ինչ իմանայիր այդ հիմարի երևակայությունը ուր է հասնելու։ Իրականում շատ էի վախեցել քո համար, շատ։ Իսկ գիտես ես ինչի չէի վախեցել։ Որովհետև գիտեմ, որ աշխարհի որ ծայրում է լինեմ, մեկը գալու ես ու գրկելու ես ինձ։ Չէ, ես էլ չեմ կարա սենց։ Սենց անհնար է։ Ինչ եղավ նորը։ Հենց այդուն լավացավ։ Այս խնդիրները հարթվեցին։ Ես ու դու ամուսնանում ենք։ Ինչ ես խոսում, գժվել ես դու։ Ինչի, որ ուզում եմ իմ սիրած աղջիկ իմ կողքին լինի, նշանակում է գիժեմ, հա։ Նորո ինչ ամուսնություն։ Դու լավ գիտես մենք ինչքան խնդիրներ ունենք։ Դու այդ իրավիճակում ո՞նց ես ամուսնանալ պատկերացնում։ Ես էլ չեմ պատրաստվում։ Ոչ մեր խնդիրներին նայեմ, ոչ էլ մեր կողքի մարդկանց լսեմ։ Ես ուզում եմ իմ սիրած աղջիկ իմ կողքին լինի։ Ուզում տերի կանգնեմ իրան, իր խնդիրները լուծեմ, ամեն ինչից տեղյակ լինեմ։ Իրավունք չունեմ։ Եթե մենք մեր կողքի խնդիրներին նայենք, հավատա մենք 100 տարի իրար հետ չենք լինելու։ Մագդա, հասկացի։ Ոնց ես տես։ Արդեն լավ եմ, միան հանգստացի։ Ոնց չանհանգստանամ։ Ես հիմա ինձ այնքան վատ եմ զգում, որ թույլ եմ տվել սենց բան լինի։ Նորմալ է։ Ոչ մի բան չեք կարող անեք։ Չգիտեմ հորդ ինչ պատասխան եմ տալու։ Չպետքա խառնեի ձեզ, պետքա մենակ գնայի։ Էջ պարտադիր չի, որ պապան իմանա։ Հոտար մարդ չենք։ Ես ինչ արել եմ քրոջս համար եմ արել։ Արածից համար ոչ փոշմանում եմ, ոչ էլ մեղադրում եմ ձեզ։ Այս դու իրոք լավ ընկեր ես։ Ես այնց լավ եմ զգալու, որ ստեղ պարկած եմ։ Դու են ասա, մեծ կարենին բռնեցին։ Հա։ Հեշտ բրծավելի։ Կներես։ Լսում եմ։ Հալո, Արշակ Բաբկենն է։ Մենք պետքա հանդիպենք։ Ուզում եի հասկանայի ասածներիս մասին մտածել ես, թե ես ամեն դեպքում այդ ձայնայինը ուղարկեմ Նորոյին։ Լսի, ես քեզ անցած անգամ ուղիղ ասեցի։ Ինչ ուզում ես արա, ես վախենալու բան չունեմ, ում ուզում ես ցույց տուր այդ ձայնայինը։ Ոլ չզանգես ինձ ու ճանապարհից չհայտնվես։ Ինչ է եղել։ Ոչ մի բան։ Հետո էր զանգել Արշակոպր։ Ինչ որ խնդիրներ ունես։ Հա, կասեմ, բայց Նորոն սրա մասին չպետք է իմանա, ամենայն դեպս հիմա։ Նորոն ինչ կապ ունի։ Նորոյի հերն էր զանգել։ Ինչ է ուզում։ Էդո ջան, երկար պատմություն է, դու լավացի հետո կխոսանք, հա։ Ես շատ լավ եմ, դու հանգիստ պատմի։ Բանից պարզվում է, որ
խոսակցություններ են պտտվում, որ ես եմ Շուշանին սպանել։ Պատկերացնում ես, մարդիկ մտածում են, որ ես այն կնոջը, որին կյանքիցս շատ եմ սիրել, իմ սեփական ձեռքերով մահվան եմ հասցրել։ Ոնց որ չզարմացար, կարող գիտեիր դու այս պատմության մասին։ Շատ խառը պատմություն է։ Բայց դու իմացի, որ Լսի հետո ինչ էլ լինի, ես գիտեմ, թե ինչ է կատարվում իմ թիկունքում։ Ու Էլիզն էլ է տենց մտքեր ունեցել։ Հենց դրա համար էլ մտել է իմ տուն աշխատելու, որ պարզի, թե ինչ է կատարվել։ ինչ է այդ բաբկենի ուզած արշակուպր։ Մարդը որոշել է ապացուցի, որ ես եմ Շուշանին սպանել ու Շուշանի ուղարկած ձայնագրությունն է որպես ապացույց բերել, որ ես լսեմ։ Դե ինչ ձայնային է։ Գիտեմ։ Ես էլ եմ ուզում, որ մենք միասին լինենք։ Քեզ թվում է, ես չեմ ուզում քո մոտ լինեմ։ Քեզ թվում է, ես չեմ ուզում պահկա, որ չվախենամ քեզ կորցնելուց։ Բայց չես հասկանում, որ քո ընտանիքը դրան դեմ է։ Մագդա, ես ոնց որոշել եմ, տենց էլ անելու եմ։ Ու մերոնք ուզեն, թե չէ, պետք է ընդունեմ մեր որոշումը ու համակերպվեն։ Կներես, բայց ես քո հետ համաձայն չեմ։ Ես չեմ կարող քո կարծիքին համաձայն լինեմ։ Որովհետև գիտեմ, որ ոչ Էլիզը, ոչ էլ տատիկդ ինձ չեն ընդունելու։ Ես չեմ կարա մի տան մեջ ապրեմ, որտեղ ատում են ինձ ու ամեն պահի ուզում են ինձ դուրս շպրտել։ Ես ուղղակի հետ չեմ կարա։ Դու լավ գիտես, ես քո համար այս կյանքում ամեն ինչ կանեմ։ Բայց դու պատկերացնում ես այդ տան վիճակը։ Մենք չենք վայելելու մեր ամուսնությունը, մենք ուղղակի տանջվելու ենք։ Կներես, ես չեմ ուզում իմ խոսքերով նեղացնեմ քեզ, բայց էսա ճիշտը։ Դու ոչ մի սխալ բան չես ասում, բայց իմացի, որ ես ամեն ինչ կանեմ ու անելու եմ, որ դու քեզ լավ զգաս, որ ոչ մի բան քեզ չխանգարի, Մագդա։ Ու ոնց ես անելու, կասես ոնց ես անելու։ Ես քեզ չեմ կարա խնդրեմ, որ մենք առանձին ապրենք, որովհետև ես լավ գիտակցում եմ, որ այդ տան միակ տղամարդը դու ես։ Այդ ժամանակ ես ինձ ուղղակի վատ կզգամ։ Հասկանում ես, որ քո ընտանիքը չի ընդունելու ինձ։ Նորո ես ամեն ինչ կանեի, ես կպայքարեի, անգամ առաջին քայլը կանեի, եթե շանս լիներ, բայց ոչ մի բան չկա։ Իրանք ոնց ինձ չեն ընդունում, տենց էլ մեր ամուսնությունը չեն ընդունելու։ Հա հիմա դու կարաս ասես, որ կպայքարես ամեն ինչ կանես, բայց այդ տենց չի, չէ։ Օր ա գալու, որ դու ուղղակի հոգնելու ես։ Դու ինձնից էլ ես հոգնելու, մեր ամուսնությունից էլ ես հոգնելու։ Որովհետև այդ ընտանիքում դու չես գտնելու խաղաղություն։ Իսկ այն մարդը, որ իր ընտանիքում հանգստություն ու խաղաղություն չունի, ինքը կյանքում չի կարող այդ ընտանիքը պահի։ Ես շատ եմ ուզում, որ իմ ներկայությունը քո կյանքի երջանկություն բերի, բայց այդ քեզ մենակ տանջանք է բերելու։ Լավ, ինչ ես առաջարկում, Մագդա։ Չպայքարենք։ Եթե այդ պետքա քո ընտանիքից հրաժարվելով լինի, ուրեմն չէ։ Ես հասկանում եմ, որ դու փոքր քուրիկ ունես, ու ինքը լուրջ առողջական խնդիրներ ունի։ Դու իրան ավելի շատ ես պետք, քան ինձ։ Իմ խիղճ ուղղակի այդ դեպքում հանգիստ չի լինի։ Բայց ես խնդրում եմ քեզ, արի սպասենք։
Արի սպասենք ու հավատանք, որ հետոն լավ է լինելու։ Արի հնարավորություն տանք, որ այդ օրը ուղակի վայելենք։ Ոչ թե վախենալով սպասենք ու չիմանանք հետո ինչ է լինելու։ Մագդա, մենք ամուսնանալու ենք։ Ու այս թեման փակված չի։ Հետո կխոսենք, լավ, հիմա հանգստացի։ Այսինքն ինքը դրանից ենթադրել է, որ այդ ժամանակ վնասել ես Շուշանին։ Ականջներից չես հավատում, չէ՞։ Պատկերացնում ես մարդ ինչքան հիվանդ երևակայություն պետք է ունենա, որ տենց բան մտածի։ Հիմա պատկերացնում ես, թե ինչ շարի տակ եմ ընկել։ Ես իրան ասել եմ, ինչ ուզում ես արա, ես վախենալու բան չունեմ, ում ուզում ես ցույց տուր այդ ձայնայինը։ Չէ, դե տենց ցույց տալով չի է։ Ազև քիչ թե շատ լեզու են գտել, ամեն ինչ իրար կխառնվի։ Բա ինչ անեմ։ Չարածից համար վախենամ։ Կամ էլ վերջին դեպքում նորույն կասեմ, թե ինչ է կատարվում։ Չէ, արշակոպար տենց ավելի վատ կլինի։ Լավ, ինչ ես առաջարկում։ Ինչ անեմ։ Թողնեմ, որ շանտաժ անի, հա։ Կամ դու պատկերացնում ես հիմա այն վիճակը։ Թե իմ հետ ինչ է հիմա կատարվում, ես ինչ ցավ եմ ապրում։ Հասկանում եմ, բայց դե Ոչ մի բայց էդո։ Մարդիկ մեղադրում են, որ ես եմ Շուշանի սպանել։ Ես կցնդեմ։ Ալո, Էլիս ոնց ես, ինչ ես անում։ առանձնապես ոչ մի բան։ Ոնց աղել զանգել ես, Նորո ջան։ Չէ, ուղղակի մենք այս վերջերս չենք շփվում, զարմացած եմ զանգեց, տա՞։ Էլիս այդոն հիմա հիվանդանոցում է։ Ոնց հիվանդանոցումը։ Ինչ ա եղել այդոին։ Կռիվ են կարել դանակով խփել են։ Բայց դու մի վախեցի, վիճակը կայուն է։ Հասցեն ուղղակի հենց հիմա գալիս եմ։ Ինչ ա եղել Էլիս։ Այդոն հիվանդանոցում ա, կռիվ են արել, պիտի գնամ հաս։ Սպասի մի րոպե։ չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ինձ թվում էր այս թեման վաղուց արդեն փակա։ Իսկ ես նոր եմ իմացել, որ ընդհանրապես այդպես թեմա է եղել ու կա։ Ես վստահ եմ, որ Էլիզը նորույն ասել է իր կասկածների մասին։ Կներես, ես չեմ ուզում քեզ նեղացնեմ, բայց Էլիզը ինձ նորույն աչքից գցելու առիթը բաց չի թողնի։ Նորմալ է։ Ես ու Էլիզը նախ բաժանվել ենք ու երկրորդ դու ճիշտ ես։ Էլիզը ձեր հանդեպ շատ վատ է տրամադրված։ Ու այդ իր վերաբերմունքը իր մարդ տեսակը շատ է փոխում։ Իսկ այդ շատ վատ է։ Փաստորեն ես ճիշտ էի հասկացել։ Ճիշտ է, ես չեմ սիրում մարդկանց անձնականին խառնվեմ, բայց դու ուրիշ մարդ չես։ Դու իմ տղեն ես, ու ես ուզում եմ իմանամ, թե ինչ է կատարվում քո կյանքում։ Ինչ եք բաժանվել։ Չհասկացանք իրար։ Իսկ հիմա գնալով ավելի շատ չենք հասկանում։ Իսկ այդ չհասկանալը կապ ունի Էլիզի իմ հանդեպ ունեցած վերաբերմունքի հետ։ Արշակոպար, ոչ մեկ ու ոչ մի բան կապ չունի բացի մեզնից։ Բայց արի ուրիշ բանից խոսանք էլի։ Լավ։ Ոնց կուզես, էլ չեմ հարցնի։ Չեմ ծանրաբեռնի քեզ։ Բայց ինձ թվում է, որ դուք կհաշտվեք։ Դժվար։ Իսկ այդ ձայնայինի պահով մի բան պիտի անենք։ Դա ինչ որ ընկերոջս հայրն է, ոչ ենք թողնելու, որ գլխից սարքի։
Գիտես ինչ, ես չեմ պատրաստվում բաբկեն հետ բանակցել։ Ինքը այդքան ուղեղ չունի, որ հասկանա, որ ես այս ամեն ինչը իմ համար չեմ անում, այլ իր տղայի։ Ու գիտես ինչի չի հասկանա։ Որովհետև բաբկենի կյանքում ոչ մի բան չի փոխվել։ Ինքը նույն ձև թքած ունի իր երեխեքի վրա, նույն ձև։ Ուղղակի չեմ հասկանում, թե այս անգամ ինչի է եկել, ինչ նպատակներ է հետապնդում։ Հաստատ ոչ երեխեքի ներման արժանանալու։ Լավ, քեզ շատ ծանրաբեռնեցի։ Ես այս հարցը կլուծեմ։ Ես այսօր ստեղ կմնամ, ինչ որ պետք է կասես։ Մնալու իմաստ չկա, հանգիստ գնա տուն։ Արևն էլ Մագդան էլ վախեցած են հաստատ, պետք չի, որ մենակ մնան։ Լավ տղես, լավ։ Որտեղ է դու սենյակը։ Բարև ձեզ։ Բարև, Նորո։ Այնտեղ է սենյակը։ Նորո, ինչ ա եղել։ Հիմա ինչ պատմությունների մեջ եք։ Ոչ մի բան, ուղղակի կռիվ են կարել այդքան բան։ Կյանքս դու կոֆե չէ ուզում խմել մի քիչ առաջ։ Հիմա լավ է, Էդոն։ Լավ է։ Գնացինք։ Բարև Էլիս ջան, Բարև։ ո՞նց ես։ Ինձ թվում է ոչ տեղին հարց է այս իրավիճակի համար։ Ստեղ գտնվող մարդը դժվար լավ լինի։ Էլիս ջան, Էդոն արդեն լավ է։ Կարող ես չանհանգստանալ։ Էդո, ոնց ես։ Էս ինչ վիճակում ես։ Լավ եմ, դեպքա պատահել է։ Դեպքա պատահել է։ Դու գիտես ես ինչ արագությամբ եմ տանից դուրս եկել ու հասել հիվանդանոց, հա։ Ինչ հետաքրքիր բան է, չէ՞ կյանքը Էլիս։ Պարտադիր մի վատ բան պիտի լինի, որ մարդիկ հիշեն ինչքան կարևոր ես։ Ես քեզ ամեն օր հիշում եմ։ Ամեն առավոտ ու գիշեր։ Իմ օրը քո զանգին սպասելով անցնում։ Բայց ոնց ես հիշում, եթե տենց արագ հաշտվեցիր մեր բաժանման հետ։ Այդ ինչ հիշողություն է։ Էդո, Ոնց եղավ որ եկար, հպարտությունը թույլ տվեց Էլիս։ չեմ եկել որ վիճանք։ Եկել եմ որ կողքիդ լինեմ։ Իմ կողքին հիմա լիքը մարդ կա, ես քո կարիքը չունեմ։ Եթե մենակ դրա համար ես եկել կարաս գնաս։ Դու լուրջ մտածում ես որ մենակ դրա համար եմ եկել։ Կրկնում եմ այն ինչ որ դու ես ասել։ Որովհետև չես սիրում թուլանալ։ Դե դու Էլիսն ես, չէ՞։ Քեզ չի կարելի։ Դու երբեք էլ առաջին քայլը չես արել։ Երբեք չես խոսել քո զգացմունքների մասին։ Ես հիմա էլ քեզնից սպասում չունեմ։ Կարա շարունակես լռել։ Հեշտ է մեղադրելը։ Դու էլ էիր սովորել, չէ՞ իմ չլինելուն։ Ես չէի սովորել։ Ուղղակի դադարել էի առաջին քայլը անելուց։
Ուզում ես զգա ինչքան կարևոր եմ քո համար։ Զգացի։ Մինչև դանակով չխփեց ինչ եկար, չհիշեցիր իմ մասին։ Էդ, տենց մի ասա։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ալո, Արշակ ո՞նց է այդեն։ լավա Լանա, լավա։ Մի քիչ առաջ մոտնեի։ Հա, ինչ լավ է։ Դու ո՞նց ես։ Չգիտեմ, խառը մտքերի մեջ եմ, ինձ թվում է ոնց եկել եմ, տենց էլ պիտի գնամ։ Այսինքն, ինչ ես խոսում։ Արշակ իմ ներկայությունը Մագդայի կյանքում մենակ տհաճություն է բերում։ Ես էլ պայքարելու ոչ մի շանս չունեմ։ Լսի, ոչ մի բան մի արա, թող ես խառը վիճակ անցնի, ես կխոսամ Մագդայի հետ, հա։ Չէ, Արշակ, պետք չի։ Ճիշտ իմ գնալն է, ես չեմ ուզում իմ ներկայությամբ իմ երեխուն տանջեմ։ Ես իրանք ազատեմ իմ ներկայությունից, ինչքան էլ որ բարդ լինի, Ես այնքան էի վախեցել, որ Էդոն ծնկի իջավ։ Ինձ թվաց, որ իրոք վերջ։ Կլինի մոռանաս կատարվածի մասին։ Ես չեմ ուզում, որ դու քեզ ինչ-որ հարցում մեղավոր զգաս։ Մոռացի այդ աննասունին էլ, այսօրն էլ, ջնջի քո հիշողությունից, լավ։ Ու մտածի մենակ իմ առաջարկի մասին։ Որովհետև մենք հաստատ ամուսնանալու ենք։